գործադրում, տարիներ, որպեսզի հասնեն այդ նպատակին։ Քրիստոնյա քույրեր եղբայրներ, մենք պետք է այդ նպատակին ձգտենք։ Մենք պետք է ունենանք նպատակ, Քրիստոս Հիսուս, Աստծո վերին կոչումի նպատակ։ Դա երկնային նպատակ է, երկրային չէ։ Պողոսը լավ էր հասկացել, դրա համար երկրային ամեն բաներն ասել, վնաս եմ համարում, ամեն բաները վնաս եմ համարում։ Ինչ որ ինձ խանգարում է Քրիստոսին ունենալու, վնաս եմ համարում։ Ինչ ուզում է դա լինել, միգուցե անունը մեղք չէ, բայց եթե խանգարում է Քրիստոսին մոտենալու, վնաս է դա, վնաս է ինձի, վնաս է քեզի։ Պողոսը հասկացել է, որ կյանքը Քրիստոսն է։ Պողոսի մեկ հատ հանդիպել է Քրիստոսի հետ, առմատապես իրեն փոխել է։ Եվ այս մարդը ձգտում էր ամեն կերպ Քրիստոս, բանտ էին մտցնում Քրիստոս, ծեծում էին, ինչ անում են այս մարդը չէր դադարում։ Նա բռնված էր Քրիստոսով, նա հարբած էր Քրիստոսով, նա սիրահարված էր շատ ուժեղ կերպով Քրիստոսով։ Նա հասկացել էր, որ այս բոլորը խաբուսիկ բաներ են, երկրային բոլոր բաները խաբուսիկ են, մեզ չեն հանգստացնում, միթե չենք հասկացել, որ մեզ չեն հանգստացնում, միթե չենք հասկացել, որ երկրային բաները մեզ խաղաղություն, ուրախություն չեն տալիս, հասկացել եք, թե չէ, եթե չեք հասկացել, շարունակեք աշխարհի մեջ, դարձյալ փորձել այն բաները, որոնք հազարավոր անգամ միգուցե փորձել են։ Բայց ես կարծում եմ մենք Աստծուց ողորմություն գտածներս պետք է հասկացած լինենք, որ Քրիստոսն է մեր կյանքում։ Ամեն։ Պետք է, եթե խելացի ենք եւ գիտակցում ենք Աստծո ողորմության, պետք է, որոնք փորձառությունը ունեցել են, պետք է հասկանանք, որ Քրիստոսն է մեր կյանքը եւ Պողոսի նման մենք էլ ձգտենք։ Այդ ձգտումից է կախված, հասկանում եք ինչքան խորանալ Քրիստոսի մեջ։ Ինչքան ենք հրաժարվում աշխարհից, այդ չափի կսուզվեն Քրիստոսի մեջ, այդ չափի կձուլվեն Քրիստոսի մեջ։ Ինչ չափի ցամաքից հեռանում ենք, այդ չափի ենք ծովի մեջ խորանում։ Մենք շատերը սիրում ենք մեր մի ոտքը ջրի մեջ լինի, մի ոտներ ցամաքում։ Մեծված քրիստոնյաների այդպես են ապրում, մի ոտքը քրիստոնեական կյանքի մեջ է, մյուս ոտքը աշխարհի մեջ է, այդպես ոտքերը չռած ինչքան ես քայլելու, ինչքան ես ապրելու։ Վերջնական որոշում պիտի կայացնես, եւ դու անխել կլինես, եթե երկու ոտքը չգցես Քրիստոսի մեջ, քայլելու Քրիստոսի կյանքի մեջ։ Դուք հասկանում եք, սա յուրահատուկ հայտնություն է Աստծուց տրված մարդկությանը, Քրիստոս։ Հավիտենությունը Քրիստոսի մեջ է, Քրիստոսն է, ինքն է, այն ինչ որ տեսնում եք, չեք տեսնում, ինքն է, իրենով է։ Եվ ինձ եւ քեզ Աստված ողորմություն է արել։ Եվ ստուգում է մեր ձգտումը, նպատակը, ինչքան ենք ձգտում Քրիստոսի մեջ։ Պողոս ասում է, ես ձգտում եմ վերին կոչումի մրցանակին։ Ուրիշտեղ առաջին Կորինթացի 9-ում ասում է, իմ մարմինը ճնշում ու նվաճում եմ, օրինակ է բերում երկրային մարզիկների, որոնք նպատակ ունեն պսակ ստանալու, ինչքան են աշխատում եւ իրենց կոնտրոլ են անում, իրենց մարմինները վարժեցնում են, որ այդ պսակը ստանան։ Դա ապականելի պսակ է, բայց ինձ եւ քեզ սպասում է անապականելի պսակը։ Բայց մենք մրցումի մեջ ենք, պատերազմի մեջ ենք։ Քրիստոս Հիսուս, վերին կոչումի մրցանակը, իմ եւ քո նպատակը պետք է լինի Քրիստոս Հիսուս։ Քրիստոս Հիսուս։ Քրիստոս Հիսուս։ Նրա մահվան կերպարանքից լինել։ Ընդունել մահ, ընդունել իր խաչը կատարված մահ, այսինքն մեռած աշխարհի համար, միմիայն քեզ համար։ Ունեմ ձեռքեր, ոտքեր, աչքեր, ականջներ, զգացմունքներ միմիայն քեզի համար է կենդանի։ Գործածիր Տեր, այսպիսի կյանք է ուզում։ Ով որ իր խաչը չվերցնի ամեն օր։ Ղուկաս 9:23-24-ն է կարծեմ, ով որ ամեն օր իր խաչը չվերցնի, ետևից չգա։ Այսպիսի պահանջ է մեր առջև դրված, քույրեր եղբայրներ, Պողոսը շարունակենք։
ինչ է ասում, որոնքս կատարյալ են, այս մտածենք, և եթե ուրիշ կերպ մտածենք, այն էլ Աստված կհայտնի մեզ, նայեք, այս ինչ որ խոսեցի, այս հատվածը չի վերաբերվում նոր ապաշխարած քրիստոնյաներին, որոնքս կատարյալ են, կամ որոնքս արդեն հիմքները հասունացած են, այս մտածելակերպ ունեն, մեզնից շատերը արդեն պետք է այս հասակի մեջ լինեն, սրանք, որ այս հասակ ունեն, պետք է այս կանոնին հետևեն, պետք է այս կանոնին հետևեն, թողնել աշխարհային բաները, թողնել այն բաները, որոնք խանգարում են քեզ Քրիստոսին մոտենալու, ձուլվելու, ճանաչելու։ Հավատացեք, որ դա խանգարում է։ Հավատացեք, որ Աստված անփոփոխ Աստված է։ Երեք, հիմա եւ հավիտյան նա չի փոխվում։ Նա ինչպես Պողոսին էր բացում ու հայտնում, ինձ ու քեզ էլ կբացի ու կհայտնի։ Ես չեմ ասում պարտադիր է ամեն մեկս Պողոսի նման ընթացք ունենա, խոսքս դրա մասին չի։ Դա էլ մի ուրիշ խաբող բան է, որ քրիստոնյաները մեծ մասը, այսինքն որ ապաշխարում են, ձգտում են միշտ գործնեության։ Ինչ որտեղ լավ է, բայց դրդապատճառը ինչ է, նպատակը ինչ է։ Ես կարծում եմ, մինչ գործնեության անցնելը, մենք պետք է խորանանք Քրիստոսի մեջ։ Պողոս անգամ կանչվել էր Աստծուց բացահայտ տեսիլքով, բայց այնուամենայնիվ գործ առաքելոցում մեզ ցույց է տալի, որ աղոթքի ծոմի մեջ էին առաքյալների հետ, մինչև որ Սուրբ Հոգին ասեց առանձնացրեք Պողոսին եւ Բարնաբասին այն գործի համար, որ ես ունեմ իրենց համար։ Կարծեմ գործ առաքելոց 13-ին սկզբից այդ մասին ասում է։ Նա բացահայտ հանդիպել է Տիրոջ հետ, բայց էլի գործի չէր անցել։ Մենք հաճախ շատ ենք շտապում, մենք շատ ենք շտապում և առանց զենք ու զրահի, առանց հոգևոր ոլորտի սկզբունքները սովորելու, առանց տեղեկանալու այդ հոգևոր պատերազմը ինչպիսին է, շատերը գործի են անցնում և հետո եթե ծախողվում են, հուսահատվում են, հուսալքվում են, կամ եթե Աստված իրենց չի գործածում, իրենց ձեռքերով բժշկություններ ու հարություն չի տեղի ունենում, հիասթափություն են ապրում, բայց դրա համար չէ կանչել Աստված։ Աստված ինձ և քեզ կանչել է Քրիստոսի մեջ լինելու համար, Քրիստոս մեր կյանքը լինելու համար։ Եթե հետո կուզի գործածի, երբ որ ես ու ինք իրար հետ ձուլված է, դա իր գործն է, ես ուրախ կլինեմ։ Բայց եթե չի գործածելու մեծ մասշտաբի կամ փոքր մասշտաբի, դու մնա քո ընտանիքի մեջ, քո գործերի մեջ, քո վերջապես առօրյա կյանքի մեջ, բայց ապրիր իր մեջ, ապրիր իր համար, ապրիր որպես մեռած աշխարհի համար, կենդանի Քրիստոսի համար։ Ձգտումը, նայեք ուներ եղբայրներ, նայեք ձեր մեջ ձգտումը ինչքան է մնացել, ինչքան ձգտում ունեք, ինչքան եք ժամ տալի աշխարհին, ինչքան եք ժամ տալի Քրիստոսին։ Այդտեղից է երևում ձգտումը, ինչքան եք հետաքրքրված Սուրբ Խոսքով, ինչքան եք աղոթքի տրվում, ինչքան եք կոնտրոլ անում, որ ձեր մարմինը չանի այն, ինչ որ ինքն է ուզում։ Տասյոթերորդ խոսքից, ուրեմն 16-ը ասում է միայն թե ինչի որ հասցանք այդ կանոնի համեմատ ապրենք, նայում եք այդպես մտածենք, այդպես ապրենք, դա էտապներ է, աստիճաններ է, և մենք եթե մի աստիճանի հասնում ենք, այդ կանոնի համեմատ չենք ապրում, չենք փոխադրում հաջորդ աստիճան, լավ լսեք, դրա համար Պողոս ասում է, որոնքս որ այդ կանոնին հասել ենք, կամ այդ կանոնի համեմատ ենք վարվում, ուրեմն այդպես մտածենք, այդպես ապրենք։ Միայն թե ինչի որ հասանք, դրա համեմատ ապրենք, ոչ թե ուղղակի գիտենանք, այլ կյանքի վերածվի։ Փոքր բանից սկսեք, բայց թող կյանքի վերածվի։ Ձեր տան մասշտաբներից սկսեք, ձեր անձնական կյանքից սկսեք։ Սկսեք ձեզ կոնտրոլ անել։ Տեսեք կարողանում եք ձեզ զրկել ինչ-որ բաներից աշխարհային,
եւ ձեզ ստիպեք, որ Աստծո խոսքի աղոթքի եւ Քրիստոսի հետ հաղորդակցության մղի։ Այդտեղից սկսեք։ 17-ը ցույց է տալի, որ հետևեք նրանց, ովքեր մեր նման ընթացք ունեն։ Պողոսը նշում է ում է հետևել, սա էլ կարևոր է։ Նայեցեք այն կերպով գնացողներին, ինչպես մեզ օրինակ ունի։ Եթե դուք ձգտում եք, դա հաղորդակցվեք այն մարդկանց հետ, որոնք ձգտում են Քրիստոս։ Եթե դուք ձգտում եք Քրիստոսին, կհաղորդակցվեք նրանց հետ, ովքեր ձեզնից ավելի գիտեն, ավելի փորձառություն ունեն։ Եթե ձեր շփումն ու հաղորդակցությունը ավելի վերջապես այն տեղերում է, որտեղ չի տանում, դա ցույց է տալի, որ ձեր ձգտումը սառած է կամ չկա ընդհանրապես։ Ուրեմն 18-րդ խոսքը վասնզի շատերն են գնում, որոնց համար շատ անգամ ասում է ձեզ, եւ հիմա էլ լալով ասում է, որ Քրիստոսի խաչի թշնամիներն են, որոնց վերջը կորուստ է, որոնց Աստված իրենց որովայնն է, եւ փառքը իրենց ամոթն է։ 18-րդ խոսքը ուրեմն ցույց է տալիս որոշ միգուցե անունով քրիստոնյաներ են կոչվում եւ ցույց է տալիս, որ նրանց համար լալով եմ ասում, ուրախությունով չէր ասում Պողոսը, բայց հավանաբար սրանք քրիստոնյաներ էին, որ ասես սրանք Քրիստոսի խաչի թշնամիներ են։ Այսինքն խաչված կյանք չեն ապրում։ Նրանց Աստվածը իրենց որովայնն է, երկրային բաներով են տարված, իրենց Աստվածն է, երկրային բաները, իրենց որովայնը, իրենց մարմինը, իրենց Աստվածն է, բայց անունով քրիստոնյա են, որոնք Քրիստոսի խաչի թշնամիներն են, չեն ընդունում խաչ իրենց կյանքի վրա։ Քրիստոս ընդունել նշանակում է խաչված լինել աշխարհի համար։ Ճշմարիտ քրիստոնեությունը, Քրիստոս ընդունել նշանակում է խաչված լինել աշխարհի համար։ Այն բաների համար, որոնք պիտի ամաչեին, գրվում է պարծենում են այդ բաներով։ Տեսեք ինչ է ասում։ 19-րդ խոսքը։ Ուրեմն նախ նշում է, որ որոնց վերջը կորուստ է, եթե այդպես են ապրում, որոնց Աստված իրենց որովայնն է եւ փառք իրենց ամոթն է, որոնք երկրավոր բաներ են մտածում։ Ուրեմն այն բաները, որի համար իրենք ամոթ պիտի քաշեն, այդ բաներով պարծենում են։ Այն բաները, որի համար պիտի ամաչեն, այդ բաներով պարծենում են։ Դա խաչված կյանք չէ։ Դա պատիվ բերող կյանք չէ մեր Տիրոջ համար։ Դա Քրիստոսի խաչի թշնամիներն են։ Հեռու լինի մեզնից։ Հեռու լինի մեզնից Հիսուսի անունով։ Մենք ուզում ենք, ընդունում ենք Քրիստոսի խաչը։ Այսինքն ուզում ենք մեռած լինել մեղքի համար, աշխարհի համար եւ կենդանի լինել երկնային հոր համար, մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Ուրեմն, որոնք երկրավոր բաներ են մտածում, բայց մեր քաղաքականությունը երկնային է, որ այնտեղից սպասում ենք փրկչին, Հիսուս Քրիստոսի, որ կնորոգե մեր Մեր քաղաքականությունը երկնային է, նպատակ երկնային է, որտեղից էլ սպասում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որը հայտնվելու է եւ իր հայտնությամբ էս մեր ապականացու մարմինները կամ թշվառ մարմինները կերպարանափոխելու է։ Լսում եք ուներ եղբայրներ, օրերից մի օր այս մարմինները կերպարանափոխվելու են, այդ նպատակով ենք ապրում։ Հարավոր մարմիններ ենք ստանալու մեր Տիրոջ մարմնի նման, որ այն զորություն ունի, որ կարող է ամեն բան հնազանդեցնել իրեն։ Այդ նպատակի համար ենք ապրում։ Հազարավոր մարդիկ երկրի վրա երկրավոր նպատակների համար են ժամ ու ժամանակ դնում։ Հենց այս մարմինները
առույգ ու առողջ պահելու համար մեծ նպատակներ են դնում։ Իհարկե, մեր ամբողջ հոգին և շունչ և մարմինը անարատ պիտի լինի, բայց նպատակը չպետք է խառնենք, նպատակը երկնային է։ Առաջին հերթին հոգին, որ Քրիստոսի հետ միացել է, երկրորդ հերթին մեր անձերի կերպարանափոխությունը պիտի լինի, մտքի նորոգությունը, որ աշխատանք է ուզում, աշխատանք է պահանջում։ Այն ինչ որ ախտ է ու կեղտ է մեզնից պիտի դուրս գա, այն մտքերն ու այն երևակայություններն ու երկրային նպատակները, որոնք մաքուր չեն, վնասում են, խանգարում են, պետք է հրաժարվեն։ Դա չի նշանակում պառկել դիվանին, սպասել հաց բերել դնել բերանը։ Բոլորովին այդ մասին չէ։ Դա չի նշանակում չաշխատել, դա չի նշանակում ծույլ լինել, բոլորովին այդ մասին չէ։ Խոսքը քո հոգուտ մեջ եղած այդ նպատակի մասին է, որ Քրիստոսով եկել է քեզ, և քո անձին ու մարմնին հնարավորություն է տրվել փրկվի և աստվածային բնություն ստանալ։ Պողոս ասում է, ես ամեն բան անում եմ, որ այդ նպատակին հասնեմ։ Իմ ձգտումը